Հայաստանի Հանրապետության դեմ այդ հիբրիդային պատերազմը արդեն վաղուց սկսվել է։ Դա կարող լինեն կիբեր հարձակումներ, չգիտեմ, զանազան եւ այլ, այսինքն գրականություն կա բան։ Հիբրիդային պատերազմը այդ բան չի, այտենց կալաշնիկով չենք բաժանում եւ իրար կրակում։ Հիբրիդային պատերազմ տեղի ունենում եւ սրա մասին մենք խոսում ենք։ Եթե փորձենք թարգմանել հիբրիդային բառը, կլինի խառնածի։ Մտածում եմ, հիբրիդային պատերազմ է։ Այսինքն դա այլ անուն չունի։ Հիբրիդային պատերազմ Թուրքիայի Ոչ։ Կարող են այդ սուտ տեղեկատվության թելերի մի զգալի մասը տանել մի կոնկրետ երկիր։ Այո, տանում են։ Կարաք տեսնեք Ռուսաստանի Դաշնության պատգամավորներ, կարաք տեսնեք։ Հայաստանը նաև այլ մարտահրավերներ ունի կապված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրականացվող ապատեղեկատվական արշավների հետ։ Այս մարտահրավերների առաջ միայնակ չեք։ Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ։ Եթե խոսքը վերաբերեր զուտ Հայաստանի իշխանությանը պարզապես այդ ապատեղեկատվության դեմ աջակցությանը, ապա դա կարելի էր անել առանց արագ արձագանքման խմբի։ Ռուսաստանը սպառնում է ձեր ժողովրդավարությանը, ձեր վրա հիբրիդային հարձակումներ է իրականացնում, հետևաբար ասում են ընտրողներին ասում են գնացեք ընտրեք այն ուժին, որը դեմ է հայ-ռուսական ամուր հարաբերություններին։ Ռուսաստանում մի պաշտոնյա մի նախադասության մեջ երկու բառ է արտասանում Հայաստան ընտրություններ։ Դա արդեն որակվում է որպես միջամտություն։ Մի տելեգրամ ալիք ռուսալեզու, որը կապ չունի պաշտոնականի հետ։ Ինչ որ կարծիք է հայտնում, թեկուզ եւ կոշտ, միանգամից այնտեղ հորինում են Կրեմլի հետ կապեր։ Եվրամիությունը Հայաստանում ունի բազմաթիվ խողովակներ ներկայության, որոնց միջոցով կարող էր այդ խնդիրը լուծել։ Բայց մենք տեսնում ենք այդ արագ արձագանքման խումբը, որը արդեն անմիջականորեն հնարավորություն է ունենալու հենց գործառութային իմաստով ներգրաված լինել նախընտրական այդ հոսքերին, լրահոսին, պրոցեսներին եւ այլն, անմիջական ներկայություն ունենալ հենց այսպես ասած մանդատի ուժով։ Իրավունք չունի կալասը հայտարարել, որ մենք գալիս ենք ինչ-որ հիբրիդային հարձակումներից պաշտպանելու համար, ստեղ էլ ֆոն ապահովում, որ դա Ռուսաստանն է։ Ինքը կարող է գալ ասել, մենք գալիս ենք, որ ընտրությունները լավ անցնեն, ժողովրդավար անցնեն, խախտումներ քիչ լինեն, արագ լինի եւ այլ, տեխնիկապես օգտենք։ Բայց գալ միջամտել եւ ազդել ընտրողների ընտրության վրա, դա միջամտություն է ուղիղ։ Եթե իրենք գային ասեն, մենք եկել ենք, որ ընտրությունները լավ անցնեն, տեխնիկապես անթերի լինեն, այլ հարց։ Բայց իրենք կոնկրետ գալիս են եւ ասում են ինչի համար են իրենք եկել։ Եթե դիտարկենք Եվրամիության ներկայությունը դրանից դուրս, դիվանագիտական կառույցներ եւ այլն, սրանք դիվանագիտական կանոններով սահմանափակված են եւ չեն կարող անմիջական ներգրավվածություն ունենալ պրոցեսներին։ Իսկ արագ արձագանքման խումբը հենց այդ մանդատն է ունենալու եւ դրա համար էլ Եվրամիությանը պետք է այդ մանդատը, որպեսզի անմիջական ներգրավվածություն լինի եւ առաջնագծում տիրապետեն նախընտրական հոսքերին, դերակատարների վարքագծին, ինֆորմացիոն շերտերին եւ այլն եւ այլն։ Կլինեն եւ հոդվածներ, եւ միգուցե ինչ-որ պրովոկացիաներ, տեսանյութեր նկարելու համար, միգուցե ինչ-որ ֆեյքեր կփորձեն տարածել, այդ թվում նաեւ չեմ բացառում նաեւ ռուսալեզու, իրենց կողմից սարքված ռուսալեզու տելեգրամ ալիքներով կամ կայքերով, որ հետո մեղք կգցեն իհարկե Ռուսաստանի վրա։ Այսինքն գործիքակազմը շատ լայն է։ Նյութենական պետության թեման մեջ կբերեն, չնայած նման թեմա չկա, ոչ մեկ չի քննարկում Հայաստանում։ Գեղեցիկ նկար, վերնագիր, այսինքն առանձնապես բովանդակության մեջ ոչ մեկ չի խորանում, հետևաբար այսինքն տեղեկատվական պատերազմ վարելու այդ էլեմենտները, քարոզի մեթոդները, չգիտեմ, լոզունգները եւ այլն, այդ ամեն ինչը կազմակերպելու են, միգուցե նաեւ արդեն նախորդ մշակել բերել են հետները, ուղղակի դերակատարումն են բաշխելու, ասում են դու
այս դերակատարումը կունենաս այս գործում դու ես։ Մենք սրա մասին հիմա շատ ավելի բաց ենք խոսում, որովհետև մենք ըստ էության նաև ունենք բացահայտված բազմաթիվ այդպիսի դեպքեր, թե ինչպես է Հայաստանի նկատմամբ հիբրիդային պատերազմ տեղի ունենում, եւ սրա մասին մենք խոսում ենք։ Կարծում եմ շատ ակնհայտ է եւ դուք հենց ձեր լրատվականն ըստ էության այդ երկրից ակնհայտ աջակցություն ունի։ Իհարկե, եթե խոսենք ինքնիշխանության մասին, ապա այստեղ ցավոք սրտի դրա վերաբերյալ իշխանության խոսակցությունների ըստ էության պարզապես դեկլարատիվությունը վկայող այլ բազմաթիվ նշաններ կան, ցավոք սրտի Ադրբեջանի, այսպես ասենք, վարքագծով։ Տվյալ պարագայում իհարկե մենք կարող ենք արձանագրել, որ սա եւս աննախադեպ մի իրավիճակ է, երբ Հայաստանի նախընտրական process-ին ներգրավում է օտարերկրյա մանդատ ունեցող կառույց։ Հասկանում ենք, որ աշխարհաքաղաքական գործնականում բոլոր դերակատարներն են հետաքրքրված Հայաստանում իշխանության ձևավորման process-ով։ Սա անկասկած է եւ ոչ միայն Հայաստանի մասով։ Բայց երբ նրանցից որևէ մեկը անմիջական ներգրավվածություն է ունենում մանդատի իմաստով, սա արդեն իհարկե աննախադեպ է։ Нам немножко странно слышать периодические высказывания о том, что какие-то мифические атаки с севера готовятся против Армении. Դե նախ տենդենսը արդեն գնում է դրան, որ այդ վնասը հասվում է եւ շարունակելու է հասվել։ Դա Հայաստանի անվտանգության համակարգի, այսպես ասենք, ոչնչացման վերջի գործողություններն են ուզում անել։ Վերջի գործողություններն դե հապկում սառեցված է, այնտեղ մնում է 102 ռազմաբազան, այսինքն ամեն ինչ տանում են նրան, որ ընդհանրապես 102 ռազմաբազան էլ է վաղը մսը դուրս գալու կամ հարցը դնելու են դուրս գալու։ Այսինքն այստեղ այնպես էլ չի, որ Փաշինյանն է որոշում դուրս գա կամ դուրս չգա։ Նույնիսկ եթե ինքը իր ներսում ուզենա ինչ-որ թելեր Ռուսաստանի հետ պահել, իրեն դա ոչ մեկ թույլ չի տա։ Իրանից դա կախված չի։ Իրենք ասեն դու ով ես։ Մենք ենք որոշում, երբ դուրս գաս, երբ դուրս չգաս, պահես բազան, չպահես բազան։ Այնպես որ աստիճանաբար իրենք իշխանությանը գցելու են այնպիսի թակարդի մեջ, որից ելք ինքը չի ունենալու։ Եվրամիությունն ընդհանրապես ունի Կովկասում իր դիրքեր ամրապնդելու հարց եւ Հայաստանը այս տեսանկյունից մնացել է գործնականում եզակի ուղղություն, հաշվի են կառնում Վրաստանի հետ իրենց խնդիրները, Ադրբեջանը իրենց հետ խոսում է բոլորովին այլ տրամաբանությամբ եւ առնվազն ոչ ենթակայի տրամաբանությամբ եւ այստեղ մնում է միայն Հայաստանը, որտեղ հնարավոր է տեղակայվել եւ քաղաքական նպատակները առաջ մղել, օգտվելով նաեւ Հայաստանի իշխանության այսպես ասենք կարիքներից եւ օգտագործելով այդ կարիքների հանգամանքը քաղաքական նարատիվները առաջ մղել տարբեր մեխանիզմերով։ Եվ զարմանալի չի լինի, եթե Եվրամիությունը դիտարկի նաեւ ահա այս լրացուցիչ մեխանիզմը ավելի երկարաժամկետ դարձնելու տարբերակը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ավելի վաղ նաեւ հոդված կար, որ Եվրամիությունը մտադիր է մշտական տեղակայում ունենալ այդ տրամաբանությամբ, այսինքն այստեղ Եվրամիության ձգտումները կարծում եմ հենց այդ իմաստն են պարունակում, այսինքն Եվրամիությունը չի դիտարկում ժամանակավոր տրամաբանությամբ։ Այլ հարց է իհարկե, թե պաշտոնական Երևանի հետ ինչ համաձայնության կգան, բայց իրենց մղումները, իրենց ձգտումները կարծում եմ հենց այդ հանգամանքն են պարունակում։ Ես կրկնեմ, չեմ տեսնում զուտ ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում այդպես տեղում ներկա լինելու մեխանիզմի անհրաժեշտություն։ Ես չեմ բացառում, որ նույնիսկ կան այնպիսի մեթոդներ, որոնցից Փաշինյանը տեղյակ չի։ Այսինքն Արևմուտքը Փաշինյանին այնպիսի ստատուսով չի նայում, որ համարի, որ բոլոր պլանները Փաշինյանի առաջ պետք է բացեն։ Հիմա Զելենսկին, որ իշխանության են բերում, չէին ասում, որ 1 միլիոն զոհ ես տալու, քո ձեռքերն էլ մինչև
արմունները առնով են պատված լինելով։ Եթե նա իմանար, միգուցե չհամաձայնվեր դրան։ Չնայած որ ինքը իր մարդկային որակներով բարձ է չի համապատասխանում իրական ղեկավարի, ազգային ղեկավարի պաշտոնին, բայց ամեն դեպքում իրեն բոլոր պլանները չէին բացել։ Նույնն էլ այստեղ չեն բացելու։ Մինչև այնքան ժամանակ, մինչև որ տվյալ ղեկավարը անգրի իրենց ամբողջությամբ ծուղակը եւ իրեն ինչ ասեն, արդեն չկարողանա մանևրել։ Իրենք իրականում Արցախով Փաշինյանին կապեցին իրենց այդ արունով, ողբով, այդ իվրա է, չէ՞, մեղքը ամբողջ, իրեն են մեղադրում։ Իրեն արևմուտքը դրանով կապեց։ Եթե Հայաստանում լինում է ընտրության արդյունք, որը բերում է իշխանության փոփոխության, ապա այստեղ հարցը առաջանում է հետևյալը. Եվրամիությունը արդյոք Հայաստանի իշխանության հանդեպ կարող է գործադրել այնպիսի ճնշում, որ Հայաստանի իշխանությունը չճանաչի ընտրության արդյունքը եւ գնա այդ արդյունքը, չգիտեմ, չարցանագրելու որևէ սցենարի։ Գործող իշխանությունը։ Եթե Հայաստանի իշխանությունը չի գնում այդպիսի սցենարի եւ ճանաչում է ընտրության արդյունքը, ապա Եվրամիությունը բնականաբար այլ տարբերակ չունի, քան ինքն էլ ճանաչել այդ արդյունքը եւ ես կարծում եմ նույնիսկ աշխատել արդեն Հայաստանի նոր իշխանության հետ, որովհետեւ եթե Եվրամիությունը հրաժարվի աշխատել նաեւ Հայաստանի հետ, մեծ հաշվով այդ դեպքում հարց կառաջանա իսկ Կովկասում ուրիշ ում հետ են իրենք աշխատելու։ Այսինքն այս հանգամանքը իրենց համար կա, պարզապես հիմա փորձում են օգտագործել թերևս ամենահարմար պահը Հայաստանում առավելագույն մեծ քաղաքական ներկայություն եւ ազդեցություն ունենալու համար, հաշվի առնելով կրկնեմ այն կարիքները, որ ունի Հայաստանի քաղաքական իշխանությունը ելնելով իր դիրքերի թուլության այդ բազմաթիվ հանգամանքներից։ Եթե իշխող ուժը տեսնի, որ պարտվում է եւ կիրառի լայնամասշտաբ ապօրինություններ, ապա Եվրամիությունը դրա վրա աչք է փակելու, ոչ թե աչք է փակելու, այլ ասելու է, որ ողջունելու է, ասել է, որ իշխանությունը պաշտպանում է բոլոր մեթոդներով ժողովրդավարությունը, եւ դա նորմալ է, որ դա անում է։ Եթե այնպիսի սցենարով գնա, որ անցնի ուժ, որը ոչ մի ձևով չի բավարարում Եվրամիությանը, ապա բնականաբար իրենք սկսելու են կոշտացնել իրենց դիրքորոշումները, շատ բան, որ խոստացել էին, կարող է ինչ-որ ֆինանսավորում սկսի փակվել, բայց ամեն դեպքում ես չեմ կարծում, որ իրենք կշտապեն։ Ամեն դեպքում արևմուտքն էլ հիմարներ չեն նստած, հաշվարկում են, հատուկ ծառայություններ ունեն, ուղեղային կենտրոններ, բայց միանգամից կայծակնային ռեակցիա չեմ կարծում կլինի։ Իրենք հույսը կդնեն նրա վրա, որ ոչինչ, մենք նոր իշխանության հետ կաշխատենք, փորձենք նոր իշխանության միջոցով մեր ուզածը, մեր քաղաքականությունը, այն է Ռուսաստանի դեմ պատերազմը առաջ տանել։